Իրանք փայփայում են Նիկոլ Փաշինյանին որպես մեծագույն գանձ իրանց համար, եւ ես ձեզ մի բան ասեմ, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այսօր մի հատ կրակոց լի սահմանին, մի հատ կրակոց կամ ինչ որ ռազմական թեթև ինչ որ կոնֆլիկտ, Նիկոլ Փաշինյան թռնելու է, չէ, որովհետեւ բոլորը ասում են, արա, բա ասում են խաղաղություն ես բերել, չէ, այսինքն միանգամից դա սուտ կդառնա եւ Փաշինյանը կթռնի։ Հետևաբար, միջև ընտրությունները 2006 թվականի, ասենք հունիսը, Ադրբեջանը չի թողի այնտեղ մի հատ ինցիդենտ լինի։ Մի հատ ինցիդենտ չի թողել լինի, որտեղ իրանց չափազանց կարևոր է Հայաստանին այսքան վնաս տված եւ խոստումնալից վնասներ ապագայում տալու ընդունակ ղեկավարը մնա ղեկին։ Հետևաբար միջև սա ես դրա համար եմ անադրել նախընտրական զինադադար։ Այս նախընտրական զինադադարը սրբորեն պահելու Ադրբեջանը, հանգրցակի իրաց կարող է որոշ գերիների հետ վերադարձնի։ Իրանց Նիկոլին հանգրցակի չվնասելու նպատակով։ Հա, ամեն ինչ կանի։ Եթե տենա որ ինչ-որ բան պետք է անել, որ Նիկոլը մնա իշխանության, այդ կանի։ Բայց դրանից հետո, երբ որ նորից հաստատի Նիկոլին, տեսեք ինչ է սկսելու Հայաստանի դեմ։